Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ մայրաքաղաք Երևանում։ Օրվա հյուրը գրաֆիկ նկարիչ, ժամանակակից արվեստագետ Ինե Սերգեյանն է։ Ինե Սերգեյան, գրաֆիկ նկարիչ, ժամանակակից արվեստագետ։ Ծնվել է 2000 թվականին Էջմիածնում։ Սովորել է տեղի գեղարվեստի դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայում, գրաֆիկայի բաժնում։ 2022-ից 2024 թվականներին ավարտել է նույն բաժնի մագիստրատուրան։ Ինե Սերգեյանը մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների և արվեստի փառատոների, ներկայացնելով իր աշխատանքները եվրոպական տարբեր երկրներում, այդ թվում Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Բեռլինի արվեստի շաբաթվա շրջանակներում ներկայացրել է Հայաստանը իր հյուս ինստալացիոն աշխատանքով։ Ներկայումս զբաղվում է դասավանդմամբ և գեղարվեստական տպագրությամբ, համադրելով կրթական գործընթացը ժամանակակից արվեստի հետ։ Ողջույն բոլորին, ես Ինե Սերգեյանն եմ, գրաֆիկ նկարիչ և ժամանակակից արտիստ։ Շատ ուրախ եմ ձեր բոլորի հետ ծանոթանալու և այսօր մենք կխոսենք գեղարվեստական տպագրությունից, գրաֆիկայից։ Եթե ընթացքում հարցեր կունենաք, ձեռք բարձրացրեք, ազատ եղեք և հարցրեք, որպեսզի ընդհանուր կոմունիկացիան լինի և մենք միասին շփվենք միմյանց հետ։ Ուրեմն նախքան անցնելը գեղարվեստական տպագրության պատմության, այսպես ասած, մի փոքր ներկայացնեմ ինձ, ծանոթանանք։ Ուրեմն ես գեղարվեստական տպագրությամբ եմ զբաղվում և ոչ միայն, նաև ժամանակակից արվեստով, ինստալացիաներ և այլն, բայց գեղարվեստական տպագրությունը որպես ինքնին, ինքը շատ բազմազան է և ունի տարբեր ճյուղեր։ Ուրեմն գեղարվեստական տպագրությունը որպես ինքնին շատ հին ոլորտ է, ուղղություն է, ստեղծվել է 15-րդ դարում Եվրոպայում։ Ամենասկզբում եղել է Գերմանիայում, որից հետո արդեն Ֆրանսիայում է զարգացել, գերմանացի ամենահայտնի գրաֆիկներից, ովքեր որ զբաղվել են օֆորտ տպագրությամբ, դա եղել է Ալբերտ Դյուրերը, տեղյակ կարող եք լինել, նաև հետո ավելի ժամանակակիցներից Մատիսն է եղել և այլն։ Ուրեմն տեսեք, գեղարվեստական տպագրությունը ինքը շատ բազմազան մեծ ուսմունք է և ունի մի քանի ոլորտ, գոյություն ունեն ուրեմն բարձր տպագրություն, խորը տպագրություն և հարթային տպագրություն։ Ուրեմն բարձր տպագրությունը ինքը հիմնականում արվում է մակերեսի վրա։ Օրինակ փայտի, լինոլեումի, և այսինքն մակերեսի վրա փորվում է գործիքով հատուկ և արդեն տպագրվում է թղթի վրա հաստոցով, այսինքն երբ որ անցնում է տվյալ մակերեսը հաստոցի տակ, տեղի ունենում է այսպես ասած պրես և թղթի վրա տպագրվում է ձեր պատկերը։ Հաջորդիվ արդեն խորը տպագրությունը, դա հիմնականում տեղի ունենում օֆորտի վրա, այսինքն մետաղական է տարարկաների, որը որպես ինքնին ներկայացնում է բավականին բարդ պրոցես։ Այսինքն, որ պատկերացնեք, ցինկի վրա էսքիզը անցկացնում եք, հետո արդեն սկսում եք քայքայել հատուկ կիսլատայով այդ նյութով, որից հետո քայքայման այդ ընթացքում ստեղծվում է որը փոսերը և սկսում եք ներկը արդեն անցկացնել իրա վրայով և տպել, ու այդ պարագայում արդեն ստացվում է տպագրություն։ Ինչը ինքը մեզ թույլ տալիս, որպես այդպիսին, երբ որ դուք նկար եք նկարում, դուք ունենում եք մեկ օրինակ, չէ՞, բայց երբ որ մենք տպագրություն ենք անում, տպագրությունը թույլ է տալիս, որ մենք ունենանք 1000-ից 10000 օրինակ, ու այս միջոցով մեր աշխատանքը կարողանում ենք, այսպես ասած, բազմացնել ու և վաճառքներ անել, օրինակի համար, և նվիրել մեր սիրելի մարդկանց հիմնականում,
Ահա, գեղարվեստական տպագրության տեսակները, ուրեմն մենք խոսեցինք այդ լինոփորագրությունը եւ փայտի փորագրությունը։ Փայտի փորագրությունը, ուրեմն նույն տեխնիկայով փայտի վրա գործիքով փորում ենք պատկերը, էսքիզը մեր նկարած եւ արդեն տպագրվում է թղթի վրա, որը նույնպես թույլ է տալիս ունենալ մեզ 1000-ից 10000 օրինակ։ Խորը տպագրությունը օֆորտը, դե օֆորտը ինքը ոչ միայն որպես այդպեսին մի ուղղություն չէ, այսինքն ինքը ունի նաեւ տարբեր միջոցներ, ակվատինտան, լավիսը, լաքը, մեծոցինտը, չորասեղը, որը հնարավորություն է տալիս աշխատել տարբեր քիմիական նյութերի հետ, հա։ Չգիտեմ, դուք ծանոթ եք արդյոք թե չէ, օրինակ, որ այդ քիմիական նյութերի շնորհիվ մենք կարողանում ենք ստեղծել նաև պատկերացրեք արվեստի գործեր։ Ահա, հարթային տպագրությունը, վիմագրությունը, մենատիպը որպես այդպիսին գեղարվեստական տպագրության մեջ ամենահեշտ տեխնիկան է։ Այսինքն, երբ որ մենք խորը եւ բարձր տպագրության դեպքում փորում ենք, քայքայում ենք, կատարում կիսլատայով եւ այլն, մենատիպի դեպքում ընդհանրապես թիթեղի վրա գցում ենք տպագրական ներկա, թուղթը դնում ենք եւ մատիտով սկսում ենք նկարել մեր պատկերը։ Արդյունքում պատկերը տպագրվում է ձեր թղթի վրա եւ հակառակ ուղղությամբ արդեն դուք ստանում եք ձեր նկարը։ Պատկերացրեք, բայց մենատիպը որպես այդպեսին ինքնին նշանակում է հենց մեկ օրինակ։ Ցավոք սրտի դուք չեք կարող մենատիպից ունենալ մի քանի օրինակ, այսինքն եթե այդ բարձր տպագրության, փայտի փորագրության եւ լինոփորագրության դեպքում մենք կարողանում ենք բազմաթիվ օրինակներ ունենալ, մենատիպը հակառակ process-ն է ավելի շատ, հա։ Ահա, մոնոտիպյան գեղարվեստական տպագրության տեսակը, որը ստեղծվում է միայն մեկ օրինակով։ Պատկերացրեցիք, չէ՞։ Ինքը ընդհանուր շատ հեշտ process է, անգամ եթե չունեք այդ մետաղը, դուք կարող եք ապակու վրա ներկսել։ Կարող եք ապակու վրա ներկը քսել ու պարտադիր չէ նաև տպագրական ներկով անել։ Անգամ եթե մենք ունենք նկարչական ինչ-որ խմբակներ հաճախող երեխաներ, դուք կարող եք այդ էքսպերիմենտը անել, հա, ու օրինակ ապակու վրա կամ ինչ-որ այլ մակերեսի քսել ներկը, թեկուզ ակրիլը, թուղթը դնել իր վրա եւ սկսել արդեն մատիտով աշխատել։ Ձեր տվյալ նկարը արդեն տպվում է նկարի վրա ու ինքը ընդհանուր արդեն նաև հետաքրքիր էֆեկտներ է տալիս եւ ինքը որպես այդպեսին շատ ավելի բազմազան է։ Եթե օրինակ մենք ծանոթ ենք ակրիլին, յուղաներկին եւ այլ տեխնիկաներին կամ գծանկարին, մենք գիտենք ինչպես պետք է իրենց հետ նյութի հետ աշխատել, տպագրության դեպքում թույլ է տալիս, որ դուք ավելի ազատ լինեք ձեր արվեստում, հա, ձեր ստեղծագործական մտքի մեջ։ Այսինքն գեղարվեստական տպագրության լավագույն կողմերից մեկը նաեւ նա է, որ դուք ստանում եք այդ ազատությունը։ Ահա, հիմա անցնենք, ինչպես է արվում։ Այս ընթացքում ես ձեզ պատմեցի, թե ինչպես է արվում տպագրությունը, կոնկրետ մենատիպը, որ թիթեղի վրա տարածում ենք, այստեղ դուք արդեն տեսնում եք տպագրական գործիքներից մեկը, վալիկը, որի շնորհիվ նյութը ներկա տարածում ենք արդեն մակերեսի վրա, հա, ու արդեն կան այնտեղ փորող գործիքները նաև Եվ անգամ երբ որ ստանոք հաստոցը չի լինում, դուք կարող եք ուղղակի գթալով կամ ձեռքով պրես անել, իրեն սեղմել ու ինքը տպվում է։ Տեսել եք արդյոք այդ process-ից ինչ որ տեսահոլովակներ, հա, տեսել եք ինչպես է, նաև տեսեք, անգամ մասնագիտության այդ ընտրության մեջ ինքը այնքան հետաքրքիր ճյուղ է, որ նաև մարդիկ օգտագործում են տարբեր բաների մեջ, process-ների մեջ, այսինքն նաև կարողանում են անել պոստկարտներ, կարտաճկաներ, հա, հետո կարողանում են տպել էկոպայուսակների վրա կա նաև այդ տեքստիլ տպագրությունը, որ տեղի է ունենում շոլկոգրաֆիա ասվածը, հա, տեղի ունենում հագուստի վրա, այսինքն դուք նաև կարողանում եք ձեր պատկերը, ձեր աշխատանքը, ստեղծած աշխատանքը տպել նաև ձեր հագուստի վրա եւ ինչքան յուրօրինակ ու հետաքրքիր կլինի, երբ որ դուք ինքներդ կարողանում եք գրել ձեր իսկ ստեղծած պատկերով հագուստը, հա, ահա Այս շնորհակալություն արդեն ու այստեղ տեսնում եք, թե գեղարվեստական այդ տպագրության մենատիպի տեխնիկայով երեխաներից մեկի արված աշխատանքը, որտեղ որ տեսեք կողքից ավելի ինչ որ ֆորմաներ կան, հատվածներ, որ ավելի թույլ է տվել ազատ լինել։ Ունեմ ձեզ մի հարցի փոխարեն երկու հարց, ինչ ոլորտը ավելի շատ կցանկանայիք, եթե ոչ այս ոլորտը, եւ ինչ բաներ հայտնաբերեցիք այս ոլորտում, որը չէիք հայտնաբերել ձեր փոքր տարիքում։
Ահա, ուրեմն առաջին հարցը, թե ինչ ոլորտով կուզենայի ավելի զբաղվել, եթե ոչ գեղարվեստական տպագրությունը, դա հիմնականում ժամանակակից արվեստն է, որ այժմ անում եմ, այսինքն արտիստի արվեստագետի համար պետք է լինի ինչ-որ մի этап, որ մտածես միայն ոչ պետք է գեղարվեստական տպագրություն անել, գրաֆիկա, իհարկե նաև տվյալ մասնագիտությունը, տվյալ գիտելիքը դուք կարող եք օգտագործել նաև այլ տեղերում, այսինքն հիբրիդ անել, համատեղել միմյանց հետ, հա, ու ցույց տալ։ Այս դեպքում ժամանակակից արվեստը ստացվում է ավելի ազատ, այսինքն եւ նյութերի ընտրության հարցում, եւ պատկերների ընտրության հարցում ստեղծագործության ընթացքում ավելի ազատ է գտնվում։ Ենթադրենք կարող եք օրինակ տպագրությունը համատեղել պապիե-մաշեի հետ, պատկերացրեք պատրաստեք ձեր թուղթը ու այդ տվյալ թղթի վրա տպագրեք օֆորտը օրինակի համար, հա, կամ տեքստիլ աշխատանքների վրա այդ ամեն ինչը անեք։ Իսկ երկրորդ հարցը խնդրեմ հիշեցնել։ Երկրորդ հարցը այն էր, թե ինչ գաղտնիքներ ձեզ համար հայտնաբերեցիք այս ոլորտում, որ չեք հայտնաբերել վաղ տարիքում։ Ուրեմն, տեսեք, գաղտնիքները նրանից էր, որ երբ որ ես ուսումնասիրում էի տվյալ ոլորտը, ես ընդհանրապես ծանոթ էի 3 տեխնիկայի, բայց ընթացքում ես բացահայտեցի, որ գեղարվեստական տպագրությամբ նաև կարելի է անել ֆոտո լուսանկարչությունը, այսինքն պատկերացրեք ձեր լուսանկարիչներ, եթե մենք ունենք, լուսանկարիչները նույնպես տպագրության շնորհիվ կարող են ստեղծել ունիկալ աշխատանքներ, որոնք կլինեն իրենց ֆոտոները, իրենց աշխատանքները տպագրության միջոցով, դա կոչվում է ցիանոտիպիա, օրինակ մեկը հենց դա էր, մյուսը շոլկոգրաֆիան է, որը թույլ է տալիս հագուստի կամ տեքստիլ բաների վրա, այդ պրոդուկտների վրա դու կարողանաս տպել քո աշխատանքը եւ նույնպես ինքը շատ sense բազմազան է ու կարողանում ես ավելի բացահայտել խորքեր գտնել ու ամենակարևորը նյութի հետ աշխատելն է, այսինքն այս պարագայում, երբ որ նկարչությամբ ես փոքր տարիքում զբաղվում եմ, ես աշխատում եմ միայն թղթի հետ։ Ինքն ես գիտեի մատիտ, գիտեի գուաշ, ներկեր, հա, բայց արի ուտես, որ իրականում այս տեխնիկայի շնորհիվ դու կարողանում ես եւ փայտի հետ աշխատել, ավելի նաև էկո-արտ անել, ինչը մոտաբնությանը եւ աշխատել տարբեր տեխնիկաների հետ, նաև հողարվեստ անել հողի հետ, հա, որը ընթացքում թույլ է տալիս տարբեր ինչ-որ մակերեսներ ստանալ, հետաքրքիր պատկերներ եւ այլն։ Այսինքն որպես այդպիսին ինքը ավելի ազատ է ու բազմազան, որը ինձ ավելի գրավել է։ Ձեր կարծիքով ինչն է ձևավորվում արվեստի նկատմամբ մարդու ճաշակը, կրթությունը, միջավայրը, թե ներքին զգացողությունը։ Ըստ ինձ արվեստի հետ կապված մարդու ձևավորումները եւ ընկալումները նախ եւ առաջ գալիս են իր ներքին աշխարհից, այսինքն մենք յուրաքանչյուրս մեր մեջ ունենք մեր աշխարհը, ունենք մեր պատկերացումները, ունենք մեր ընկալումները, հա, եւ յուրաքանչյուրը տեսնում է իր գույներով, իր պատկերացումներով, բնականաբար չեմ կարող շղթել, որ նաեւ շրջապատ անդրադարձ չի կատարում, այո, կատարում է նաեւ զգացողությունները, բայց հիմնականում ամեն ինչ գալիս է քո ներքին աշխարհից ու ընկալումներից։ Այսինքն, երբ որ դու տեսնում ես այդ տարբեր աշխարհը, տեսնում ես այդ գեղեցիկը, դու չես կարող այդ ամեն ինչը քո արվեստում ցույց չտալ։ Դուք այդ ձեր արվեստը էլ ինչ ոլորտներում եք օգտագործում բացի ձեր թվարկածներից։ Տեսեք, ուրեմն գեղարվեստական տպագրությունը հիմնականում նաև արվեստագետի համար այնքան կարևոր է, որ կարող եք նաև ձեր ինքնուրույն աճի համար ցուցադրություններ կատարել, հա, այսինքն բացի ինչ որ շոփերից, հա, օրինակ կամ պրոդուկտային այդ ոլորտներից, ինչ որ վաճառքային, այդ ամեն ինչից դուրս նաև կարողանում եք օգտագործել նախ ցուցադրությունների մեջ, օրինակ տեղի ունենում գեղարվեստական տպագրության բիենալեներ, չգիտեմ, տեղյակ եք թե չէ, Հայաստանում այս վերջերս տեղի ունեցավ միջազգային մակարդակով գեղարվեստական տպագրության բիենալե, որտեղ որ նաև Հայաստանը մասնակցություն ուներ, դա այդ շատ նախ կարևոր արվեստագետի համար, իսկ երկրորդը, որտեղ որ կարող եք նաև օգտագործել գրաֆիկան ինքը հենց ինքնին, ինչ է ներկայացնում իրենց գրքի ձևավորում, չէ՞, օրինակ հիմնականում նաև անում են գրքի ձևավորումներ այդ տեխնիկաների միջոցով, հա, դուք կարող եք նաև գիրք ստեղծել ձեր, գիրքը ձևավորել այդ տեխնիկայով եւ թույլ տալ ավելին իրականում ձեզ։
Որքան ժամանակ է պահանջվում մի նկար նկարելու համար։ Մի նկար նկարելու համար դա մի քիչ հարաբերական հարց է, ասեմ ինչու, որովհետև երբ որ օրինակ ստեղծում ես մի աշխատանք, դու կարող ես տվյալ աշխատանքը դարձնել ավելի կոնցեպտուալ, այսինքն գաղափարական, եւ այդ կոնցեպտի վրա օրինակ աշխատել եւ 3 տարի, եւ 10 տարի, եւ կարող ես 1 օրում էլ մի աշխատանք կատարել, այս ավելի կախված է նկարչի հայացողությունից, հա, նկարչի եւ տեմպից եւ իր ստեղծագործական ուղուց։ Օրինակ իմ անձնական մասով կարող եմ ասել, որ ես իմ տպագրության աշխատանքի վրա եւ process-ը եւ էսքիզային հատվածը իր հետ միասին ընդհանուր աշխատել եմ կես տարի։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, ոնց է եղել ձեր ճանապարհը դեպի արվեստ եւ ինչն է ձեզ ոգեշնչել հետաքրքրվել արվեստով։ Ուրեմն ինչպես է եղել ճանապարհը, տեսեք։ Դե հիմնականում փոքր տարիքից եմ ստեղծագործել, դպրոցում ակնառու էր ուսուցիչների նկատմամբ, իրենք ինձ ուղղորդում էին նաև, բայց հիմնականում երբ որ սկսեցի արդեն աշխատել, ինքնուրույն էի անում այդ ամեն ինչ, այսինքն ձեր տարիքից սկսած, հետո արդեն գեղարվեստի դպրոց ընդունվելու այդ ընթացքներից, հետո արդեն համալսարան, որը ընդհանուր առմամբ տևեց նաև 6 տարի։ Այդպես, որից հետո արդեն ուղին ու մոտիվացիայի աղբյուրը, ոգեշնչումը ամեն ինչից էր, այսպես ասած։ Դուք կարող եք ոգեշնչվել եւ բնությունից, ես օրինակ իմ պարագայում ես ավելի շատ այնց բնություններ ինձ հոգեհարազատ, բայց իմ արվեստում ավելի առկա են վերամարմնավորման գաղափարները, այսպես ասած, որոնք որ դրանք ավելի հիմնված են զգայական հիմքերի վրա։ Ես ձեզ մի հատ հարց ունեմ, ինչ խնդիրներ կարող են առաջանալ process-ի ժամանակ։ Ահա, ուրեմն լավ հարց է, գեղարվեստական տպագրության այդ աշխատանքի ընթացքում խնդիրները կարող են առաջանալ նյութերի հետ կապված, օրինակի համար, այսինքն դե մենք հիմնականում ինչ նյութերի հետ ենք աշխատում, քիմիական, հա, կիսլատա, այնտեղ բենզին, բիտումիլակ եւ այլն, ու օրինակ եթե անձը ալերգիկ է կամ տենց զգայուն մաշկ ունի, ցանկալի է որ դնի օրինակ ձեռնոցներ կամ դիմակ կրի, որպեսզի կարողանա աշխատել տվյալ նյութի հետ, հիմնական խնդիրները տեխնիկական են, այսպես ասած, որոնք որ ավելի լուծելի են։ Այլ ուրիշ խնդիրներ, որպես այդպիսին տպագրության ընթացքում անելուց Եվս մեկը կարող եմ նշել, որ տեսեք, դուք ընդհանուր process-ը կարող եք անել, ցինկի վրա ներկը քսել, հա, տաքացնել, թուղթը թրջել դնել, անցկացնել հաստոցի տակով արդեն, բայց կարող է լինի ինչ-որ հատված, որ աշխատանքը չծպվի։ Եվ գիտեք ինչու, որովհետև ամեն բան պետք է շատ ճշգրտությամբ անել, այսինքն թուղթը պետք է թրջված լինի ճիշտ ձևաչափով, հա, ճիշտ քանակությամբ, ցինկը պետք է տաքացված լինի շատ քիչ ինչ-որ հատվածով, ոչ թե վառի ներկը, ու այսպիսի պահերը, երբ որ բաց ենք թողնում կամ անտեսում ենք, մեր աշխատանքը, այսպես ասած, ջուրն է ընկնում, այլ դա մեծ խնդիր է, այո։ Այսպիսի մի հարց ունեմ, իսկ ինչն է ամենաբարդը ձեր մասնագիտության մեջ։ Հիմնականում ամենաբարդը մասնագիտության մեջ դա տեխնիկական հատվածն է, այսինքն երբ որ մենք նկարում ենք, ստեղծում ենք էսքիզը ամենասկզբնային հատվածում, ավելի հեշտ է լինում, երբ որ այդ process-ի մեջ ենք, բայց երբ որ տվյալ արդեն էսքիզը պետք է դարձնենք բուն աշխատանքը, հա, տպագիր աշխատանքը թերթերը, տեխնիկական մի քանի այդ բարդություններ կարող են առաջանալ, բայց բնականաբար դրանք էլ իրենց հերթին լուծելի են եւ կարող ենք իրագործել։ Ուղղակի երբ որ այդ ամեն ինչի մեջ եք սկսում լինել, արդեն ձեզ համար դառնում է սովորական ինքը միջոց աշխատելու համար։ Ինչու դուք ընտրեցիք հենց այդ ոլորտը եւ կփոխեք այդ ոլորտը ապագայում։ Ուրեմն, ինչու ընտրեցի, որովհետև ինչպես նշեցի, գեղարվեստական տպագրությունը շատ բազմազան է, այսինքն ես որպես արվեստագետ եւ մարդ չեմ սահմանափակվում իմ ստեղծագործական ոլորտում, այսինքն ես կարող եմ եւ իրականացնել այդ բազմակի տպագրությունները, որոնք որ ավելի եւ հոգեհարազատ են ինձ իմ ստեղծագործական տեխնիկաներին եւ ավելի նպատակահարմար են իմ ոճին, այսպես ասած։
Եվ ոչ միայն, այսինքն ես երբ ցանկանամ, օրինակ կարող եմ իրականացնել ֆոտոտպագրությունը կամ այլ տեխնիկայի միջոցով անել իմ աշխատանքը, հա, ինձ դուր է գալիս հենց այդ բազմազանությունը, որ կարող եմ ես ավելի ազատ զգալ ինձ տպագրության ոլորտում։ Իսկ եթե հետագայում ես կփոխեմ, չեմ կարծում, հակառակը ինձ թվում է ավելի կզարգացնեմ, որտեղ ինքը որպես այդպեսին շատ հետաքրքիր ուղղություն է եւ Եվրոպայում, այսպես ասած, ինքը բավականին հանրահայտ է, անդադ տեղի ունենում բիենալեներ, տրիենալեներ եւ տարբեր աշխարհից մարդիկ պատկերացրեք գալիս են, հավաքվում են ու ստեղծում են ցուցահանդես, շփվում են միմյանց հետ, ծանոթանում են մեկը մյուսի արվեստի գործերի հետ, դա հրաշալի մեթոդ է, այսպես ասած, յուրաքանչյուրի համար։ Իսկ ինչ նկարչության տեսակ եք դուք սիրում, դիմանկար, գծանկար կամ այլ ինչ-որ տեսակ։ Լավ հարց է, ես հիմնականում ավելի ազատ ժանրի սիրահար եմ, այսինքն հետագայում դուք կարող եք նաև ծանոթանալ իզմերին, գոյություն ունեն այդ իզմերը, հա, սյուրռեալիզմ, դադայիզմ, աբստրակցիա եւ այլն, հիմնականում ես իմ նկարչությունը, իմ ստեղծագործությունները կապում եմ ավելի շատ սյուրռեալիզմի հետ, որովհետեւ իրենք, այսպես ասած, ոչ մեր աշխարհից են, այսինքն ավելի անիրական են։ Որն է ձեր երազանքը եւ արդյոք այդ երազանքը կապված է արվեստի հետ։ Ուրեմն իմ երազանքը իհարկե կապված է արվեստի հետ եւ երազանքս, լավ կասեմ, հիմնականում դե երազանքներ չեն ասում, չէ՞, բայց ունենալ տպագրական ցուցահանդես Իտալիայում եւ ներկայացնել հայկական գեղարվեստական տպագրությունը եվրոպական երկրներում։ Ինչ միտք եք ուզում փոխանցել ձեր նկարներով ապագա սերնդներին։ Ուրեմն ազատ եղեք իմ աշխատանքներով, հենց ասելիք իմ աշխատանքները, քանի որ իրենք շատ բազմաբովանդակ են ընդհանուր առմամբ, ասելիքս հետևյալը կլինի, որ եղեք ազատ ձեր յուրաքանչյուր մասնագիտության մեջ, ձեր կյանքում, ոլորտում եւ թույլ տվեք ձեզ զգալ ամենը, ձեր շրջապատում, այսինքն ամեն ինչը, ամեն մանրուքը նկատեք, ամեն դետալը նկատեք ու տեսեք, որ այդ ամեն ինչի մեջ կա կյանք եւ կա էներգիա եւ փոխադարձը դուք այդ կստանաք նաեւ։ Շնորհակալություն։ Այսօր մասնակցեցի քո արվեստը դպրոցում ծրագրին։ Ծանոթացանք գրաֆիկ նկարիչ Ինես Սերգեյանի հետ։ Ես շատ տպավորված եմ այս հանդիպումով։ Մենք շատ տեղեկություններ հետաքրքիր սովորեցինք։ Ես շատ նոր գիտելիքներ ստացա։ Կուզեմ, որ շատ կազմակերպենք այսպիսի հանդիպումներ։ Նորանոր գիտելիքներ ձեռք բերեցի, շատ հետաքրքիր էր, հագեցած ու ուսուցողական եթերեր։ Եվ այս հանդիպումից հետո իմ տեսակետը դեպի գրաֆիկա փոխվեց։ Շատ հնարավոր է, որ այս ապագայում կարող եմ զբաղվել գեղարվեստական տպագրությունից։ Շատ բաներ սովորեցինք եւ վստահ եմ, որ նա շատ օրինակելի է բոլորի համար։ Բոլորին պատմենք իր մասին, որ ինքը ճանաչված դառնա ու հասնի Իտալիայում իր երազանքին։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Սև ու սպիտակ։ Լուսաբաց, թե մայրամուտ։ Մայրամուտ։ Սուրճ, թե թեյ։ Սուրճ։ Ինքնաբուխություն, թե պլանավորում։ Պլանավորված գործողություն։ Աշխատելիս լռություն, թե երաժշտություն։ Երկուսն էլ։ Որն է ձեզ ոգեշնչած ամենատարօրինակ բանը։ Քարակոսները։ Որն է ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը։ Ջեյն Էյր, Շարլոտ Բրոնտե։ Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ Սև ներկը։ Հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել։ Բենիսիո դել Տորոյի։ Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։ Զգացողություն։ Ժամանակակից, թե դասական արվեստ։ Ժամանակակից արվեստ։ Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ Երկուսից էլ, բայց ավելի շատ ցավից։ Որն է արվեստագետի գերբնական ուժը։ Տեսնել աշխարհը իր ընկալումներով։ Առանց ինչի չեք կարող ստեղծագործել։ Ոգեշնչումի առանց։ Նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը։
Վերամարմնավորում։ Ինչն է ավելի կարևոր՝ ձևը թե բովանդակությունը։ Բովանդակությունը։ Ինչն է ավելի դժվար՝ խոսել թե լռել։ Լռելը։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Ազատ եղեք։